Ով է ավտոմեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտի հեղինակը։ Այո, առանց համեստության մեր հայրենակից Օսկար Բենքերը, նույն ինքը Ասատուր Սարաֆյանը։ Նա ծնվել է 1895 թվականին Արևմտյան Հայաստանում։ Նրա ընտանիքին հաջողվում է ողջ մնալ Համիդյան ջարդերից։ Պատանեկության տարիներին Ասատուրը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, փոխում է իր անունը Օսկար Բենքեր, որպեսզի խուսափի թուրքական իշխանությունների հետապնդումից։ Այդ անունը նաև ավելի հեշտությամբ էր ընկալվում ամերիկյան հասարակության կողմից, ինչը որպես գյուտարարի նրա ապագայի համար կարևոր էր։ Տարիների քրտնաջան աշխատանքի եւ ինժեներ գործընկերների հետ 8-ամյա պայքարի արդյունքում Օսկար Բենքերի հայտնագործած ավտոմատ փոխանցման տուփը 1940 թվականին ներդրվում է հայտնի Oldsmobile Hydro-Matic փոխանցման տուփի հիմքում։ Օսկար Բենքերի ուշադրությունը սևեռված էր նաև ավիացիոն մեխանիզմների վրա։ Նա աշխատում էր առաջին փորձարարական Սիկորսկու ուղղաթիռի վրա, որը երկինք բարձրացավ 1939 թվականին։